Հովանու 9 ես կընթերցեմ 21-ից, բայց թե հիմա ինչպես է տեսնում չգիտեք, եկեք ավելի մի քիչ վերևից նայենք, որպեսզի միտքը ավելի ճիշտ ըմբռնենք։ Նրա ծնողները պատասխանեցին եւ ասեցին. գիտենք, որ սա մեր որդին է եւ թե կույր ծնվեցավ, դա գիտենք, բայց թե հիմա ինչպես է տեսնում չգիտենք, կամ ով բացեց նրա աչքերը, մենք չգիտենք, ինքը չափահաս է, իրան հարցրեք, թող ինքը խոսի իր համար։ Եվ ինչի էին այսպես պատասխանում, վախենում էին, որտեվ եթե մեկը Քրիստոս դավաներ, ժողովրանից դուրս կանեին, համայնքից, հրեաները կսկսեին նրա հետ շփվել, խնդիր կլիներ, որտեվ քահանաները, դպիրները, փարիսեցիները բոլոր ժողովրդին կասեին, այս անձը Քրիստոս է դավանում, մի շփվեք նրա հետ, եւ սրանք չէին շփվի եւ սրանք վախենում էին այդ լքվածության համար։ Բայց թե հիմա ինչպես է տեսնում չգիտենք, կամ ով բացեց նրա աչքերը, մենք չգիտենք, ինքը չափահաս է, իրեն հարցրեք, թող ինքը խոսի իրեն համար, եւ ասում են նրա ծնողները այս ասեցին, որովհետեւ հрьяաներից վախենում էին, որովհետեւ հрьяաները արդեն միասին որոշել էին, որ եթե մեկը Քրիստոս դավանե, նրան ժողովրանից դուրս կլինի, դուրս կհանեն ժողովրանից, կան ընդհանուր չեն շփվի նրա հետ։ Նրա համար նրա ծնողներն ասեցին, թե ինքը չափահաս է, իրանից հարցրեք։ Հիմա ուշադիր նայեք։ Հետո երկրորդ անգամ կանչեցին այն մարդին կույրին, որ կույր էր, եւ նրան ասեցին. Աստծուն փառք տուր, ուշադիր նայեք, իր ունկնդիրները փարիսեցիներն են։ Այսինքն հիմա այս անձը վկայելու է Քրիստոսի մասին եւ ում է վկայելու, ոչ թե ժողովրդին, փարիսեցիներին, որոնք 5 կտակարանի գիտակներ են։ Նայեք։ Հիմա նայեք, նրանք միշտ փորձելու են այս անձին բերեն գիտական դաշտ, այս անձը միշտ փորձելու է նրանց տանի իր փորձառության դաշտ։ Նայեք։ Եվ հետո երկրորդ անգամ կանչեցին այն մարդը եւ նրան ասեցին, տեսեք կարևոր մի մաս սկզբունք էստեղ։ Նա էլ պատասխանեց ասեց, թե մեղավոր է, ես չգիտեմ, մի բան գիտեմ, որ կույր էի, հիմա տեսնում եմ։ Եվ դարձյալ ասեցին նրան, ինչ արավ քեզ, ինչպես բացեց քո աչքերը։ Եկեք նորից ավելի, որպեսզի կարևոր մանրամաս կա։ Տեսեք, երկրորդ անգամ երբ որ նրան հրավիրում են, ասում են Աստծուն փառք տուր, մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է։ Սա 5 կտակարանի մեջ բերում է, այսինքն մենք գիտենք, որ այս մարդը մեղավոր է եւ Աստված մեղավորների հետ կապ չունի։ Մենք սա գիտենք, դու դա չգիտես։ Հիմա տեսեք ինքը ինչպես է պատասխանում։ Սա այսինքն տանում են ուսուցման դաշտ, որ 5 կտակարանում մենք գիտենք, որ Աստված մեղավորների հետ գործ չունի։ Ինչպես ես դու ասում, որ տեսեք ինչ է կատարում։ Նա էլ պատասխանեց, ասեց, թե մեղավոր է այդ անձը, ես դա չգիտեմ։ Ես չեմ քննել նրա կյանքը, չեմ տեսել նրա մեղքերը։ Ես դա չգիտեմ։ Մի բան գիտեմ ես գիտեմ, որ կույր էի եւ հիմա տեսնում եմ եւ դարձյալ ասեցի նրան. Ինչ արավ քեզ, ինչպես բացեց աչքերդ։ Այս անձի պատասխանի մեջ ինչ տեսակ։ Ես չգիտեմ նա մեղավոր է թե չէ։ Ձեր ուսուցումը ինչ որ ասում է, ես դա չեմ կարող հաստատեմ նրա կյանքում, բայց ես մի բան կարամ հաստատեմ նրա կյանքում, ինչ որ ինձ հետ արել է։ Ես կույր եմ ծնվել, հիմա ես տեսնում եմ։ Հիմա ուշադիր նայեք, նա էլ պատասխանեց, թե մեղավոր է, ես չգիտեմ, մի բան գիտեմ, որ կույր է, հիմա տեսնում եմ, եւ դարձյալ ասեց, նորից տանում են դաշտ, ուշադիր նայեք դեպի գիտակցական դաշտ։ Նրա ինչ արավ քեզ, ինչպես բացեց աչքերդ, ինչ կերպ օգտագործեց, որտեղ նրանք հрьяաները ունեին իրանց կերպերը։ Նրանց պատասխանեց. արդեն ձեզ ասեցի եւ չլսեցիք, այսինքն չհասկացաք, ինչու եք դարձյալ կամենում լսել։ Ուշադիր նայեք նրա վկայությունը։ Միթե դուք եք կամենում նրա աշակերտը լինել։ Տեսեք, արդեն հեգնում է նրանց վրա, փարիսեցիների վրա, չի վախենում, ծնողները վախեցան։ Ինքը չի վախենում, վերստին ծնվածն ինքն է։ Ուշադիր նայեք։ Նրանք նախատեցին նրան եւ ասեցին. դու ես նրա աշակերտը, իսկ մենք Մովսեսի աշակերտներն ենք։ Հիմա տեսեք ինչ է խոսում այս կույրը։ Մենք գիտենք, որ Աստված Մովսեսի հետ խոսեց, բայց սրան չգիտենք, թե որտեղից է։ Ցույց է նորից տանում են գիտակցական դաշտ, որ մենք գիտենք, որ Աստված Մովսեսի հետ խոսեց, բայց սրան չգիտենք որտեղից է, այսինքն մենք Մովսեսի աշակերտներն ենք, ճանաչում ենք Մովսեսին, գիտենք Մովսեսը ով է եւ ինչպես Աստված Մովսեսի հետ, բայց սրան չգիտենք։ Հիմա պատասխանը։ Մարդը պատասխանեց եւ նրանց ասեց. հենց դա է զարմանալին, որ դուք չգիտեք, թե որտեղից է։ Եվ նա իմ աչքերը բացավ։ Հենց զարմանալին դա է, որ դուք չգիտեք ինքը որտեղից է, բայց նրա նշանները տեսնում եք, բայց չգիտեք որտեղից է, բայց ասեմ ձեզ մի բան, որ ինքը իմ աչքերը բացեց, դա նշաններից մեկն է, ոնց չեք իմանում որտեղից է։
Ին աչքերը բացեց։ Եվ գիտենք, հետևից արդեն ուսուցման դաշտից է խոսում։ Եվ գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում։ Կույրն է ասում։ Դուք ասում եք, որ նա մեղավոր է, եւ ասում եք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց մենք գիտենք, որ եթե մեկը մեղավոր է, չի կարա ինչ-որ մեկի աչքերը բացի, եթե Աստված նրա հետ չլինի։ Տեսեք, մարդը պատասխանեց նրան, ուշադիր նայեք, կարևոր է սկզբունքը։ Եվ գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, այլ եթե մեկը աստվածապաշտ է եւ նրա կամքը կատարում է եւ նրան լսում է, աշխարհի սկզբից հետո չի լսված, որ մեկը կույր ծնվածի աչքերը բացարած լինի։ Եթե սա Աստվածանից չէր, ոչինչ չէր կարող անել։ Տեսնում եք նրա արգումենտը։ Խոսում է փարիսեցիների հետ, սա վկայում է։ Այս մարդը չունի ավետարանչության պարգև։ Այս մարդը չի սովորի ավետարանչության, այս մարդը ուղղակի խոսում է իր իմացած աստվածաճանաչության եւ իր վրա կատարվածով։ Եվ գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, այլ եթե մեկը աստվածապաշտ է եւ նրա կամքը կատարում է եւ նրան լսում է, աշխարհի սկզբից հետո չի լսված, որ մեկը կույր ծնվածի աչքեր բացանի։ Եթե սա Աստվածանից չէր, ոչինչ չէր կարող անել, պատասխանեցին եւ նրան ասացին. դու բոլորովին մեղքի մեջ ես ծնվել եւ դու ես մեզ սովորեցնում եւ դուրս արին նրան։ Ինչ տեսանք այս ավետարանչության մեջ։ Այսինքն նրան տանում են գիտակցական դաշտ, որ այս անձը մեղավոր է եւ մենք ուսուցում ունենք, որ Աստված մեղավորների հետ չի։ Հիմա այս անձն ասում է, գիտեք ինչ, ես չգիտեմ այդ անձը մեղավոր է թե մեղավոր չի, բայց այդ անձը իմ աչքերը բացել է եւ ես գիտեմ, որ եթե իմ աչքերը բացել է, Աստված նրա հետ է։ Ոնց եք ասում, որ նա մեղավոր է։ Եթե նա մեղավոր լիներ, Աստված նրա հետ չէր լինի եւ նա իմ աչքերը չէր բաց, որովհետեւ մեկը չի լսել, որ կույրի աչքեր բացվի։ Նա դա արեց։ Դուք ասում եք, որ նա մեղավոր է, այսինքն ինչ արեց այս կույրը։ Ասես դուք սխալվում եք նրա հարցում։ Վերջ։ Սա իցնե կույրի ավետարանչությունն է։ Դուք սխալվում եք Քրիստոսի հարցում։ Դուք սխալ եք ճանաչում Քրիստոսին։ Դուք չեք ընդունում նրան Աստծուց եկած։ Դուք չեք ընդունում նրան որպես փրկության միջոց, չնայած որ ձեր անունը քրիստոնյա է։ Դուք ասում եք, որ հայ քրիստոնյա եք, բայց Քրիստոսի փրկությունը չունեք։ Դուք չեք ընդունում Քրիստոսի ասածը, հավիտենական կյանքը, մեղքը, որի մեջ դուք եք։ Դուք չեք, սա ինչպեսի ավետարանչություն է, շատ պարզ։ Այստեղ ուսուցման կարիք էլ չկա։ Տեսնում եք, այսինքն սա օրինակ, որպեսզի մենք առավել նայենք, գործ առաքելոցում մենք տեսնում ենք առաքյալների միջև տարբերություն, որտեղ Աստված մեզ ամեն մեկի ստեղծել է տարբերությունից։ Առաքյալների մեջ կա տարբերություն։ Առաքյալների միջի տարբերությունը ո՞րն է։ Օրինակ Պետրոս առաքյալը ինքը առավել հանդիմանող քարոզիչ է։ Դուք խաչեցիք Քրիստոսին, դուք, հենց կոնկրետ ցույց է տալի իրարից, եւ դուք խաչեցիք նրան, որը ձեր փրկիչն էր։ Դուք խաչեցիք նրան։ Սա Պետրոսի քարոզիչ, Պետրոսը միշտ կլսեք իր թղթերի մեջ, նրանք կույր են, նրանք չեն տեսնում, մոռացել են առաջի ջրեղեղով կործանումը, միշտ հանդիմանող է։ Պետրոսը հանդիմանող քարոզիչ է։ Իր ուսուցումը, իսկ Պողոսը ավելի գիտակցական դաշտում քարոզիչ է։ Ինքը լավ ծանոթ է փիլիսոփայական մոտեցումներին, պրագմատիզմին, միստիցիզմին, ինքը շատ լավ ծանոթ է ամեն մի տեսակի մարդկային ընկալումների։ Դա համար նա զրույց անում։ Օրինակ Պետրոսի քարոզներից, երբ որ գործ առաքելոց 17-ում գրված է, ինքը նրանց բացատրում է դիալոգեմայի բառն է, որը նշանակում է վիճում էր, բացատրում էր, քննարկում էր, զրուցում էր, ապացուցում էր, այդպիսի բառ է օգտագործված։ Եկեք անդրադառնանք սրան, տեսեք։ Եվ խոսում է ժողովրդում հрьяաների եւ բարեպաշտ մարդկանց հետ եւ փողոցում ամեն օր պատահողների հետ։ Այս խոսում էր բառը, երբ որ կարդում ենք, այն նշանակում է դիալոգեմա, ես հիմա ցույց կտամ ներողություն։ Հայերենում թարգմանված է եւ խոսում էր, ռուսերենում օրինակ սինոդալ թարգմանության մեջ ռասուժդալ, քննարկում էր նրանց հետ ժողովարանում հрьяաների հետ։ Սա նշանակում է վիճել ինչ որտեղ, այս բառը իր նշանակության մեջ մեծ ընդհանուր բովանդակություն ունի։ Վիճել, բացատրել, քննարկել, համոզել, զրուցել, ապացուցել։ Սա էր անում Պողոսի գիտակցական, Պողոսը Պետրոսի նման չէր քարոզում։ Այսինքն ինչի եմ սա ցույց տալի, որ մեզանից ամեն մեկը տարբեր Աստվածտեղծ եւ ամեն մեկիս Աստված օգտագործում է վերստին ծնունդի օղակներում, ինչպես Քրիստոսի ավետարանը տարածել։ Պողոսը սրա համար ասում, ցավ եմ քաշում, եւ այդ ցավը ներկայացնում է որպես դամար ասում է
խշմտանքս էլ Սուրբ Հոգով է վկայում։ Այսինքն միայն իմ խիղճը չի, նաև Սուրբ Հոգին է, որ արդեն ինձ նորոգված որպես Աստծո որդի այս վկայությունը տալիս է իմ խիղճը։ Այսինքն սա մի սկզբունք է, որ բոլորի մոտ պիտի լինի եւ ամեն մեկը պիտի Քրիստոսի մասին խոսա սրանից ելնելով։ Արդեն այստեղ կապ չունի, որ դուք ասեք, եւ սա այս ժամանակ դառնում է պարզապես մեզ արդարացնելու միջոց, երբ որ ասում ենք դե ես ավետարանչության պարգև չունեմ։ Աստված օգտագործում է քո ունեցած ինչ պաշար որ ունես, այն նա, այսինքն դու ուղղակի պետք չի, եթե ուսուցում չունես, պետք չի մտնես ուսուցման դաշտ, ինչպես ի ծնեկույրը չէր մտնում ուսուցման դաշտ։ Ասում եմ ես չգիտեմ, բայց ես մի բան գիտեմ։ Կույրեի հիմա տեսնում եմ եւ գիտեմ, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե չի լսում այդ դեպքում ինչպես ինքը ինձ բժշկել, թողեց հարցը նրանց վրա։ Նրանք էլ բարկացան եւ ժողովանից դուրս հանեցին, այսինքն ավետարանվեցին եւ չընդունեցին։ Սա կարեւոր է։ Եկեք մեկ այլ հատված նայենք։ Կա հրավիրելու մոտեցում, այսինքն սա եթե իծնե կույրի պարագայում մենք տեսնում ենք, որ սա ավելի իր կյանքում կատարվածի ակնհայտ, այսինքն իր փորձառությունից ելնելով վկայություն է։ Ասենք մենք կարանք տեսնանք հրավիրելու մոտեցումը, որը օգտագործում է Սամարացի կինը 4:29-ում։ Ինքը տեսեք ինչ ասում, ասում է դուք ինքներդ նայեք նրան հարցրեք, տեսեք սա է, դուք գնացեք ինքներդ նրան հարցրեք, տեսեք որ սա է Քրիստոսը, տեսեք, եկեք այդ դաշտը նայենք։ Տեսեք, սա հրավիրելու կերպն է։ Դուք կարաք մարդկանց հրավիրեք, ասեք, եթե հարցեր ունես, կարաս գաս լսես Քրիստոսի մասին։ Այս կինը նույնն անում։ Եկեք տեսեք մի մարդ, որ ինձ ասեց բոլորը ինչ որ գործել եմ։ Արդյոք նա է Քրիստոսը։ Տեսեք, ինքը չի ասում նա է Քրիստոսը։ Ասում է դուք եկեք տեսեք։ Դուք եկեք հարցեր տվեք, դուք եկեք, հրավիրում է։ Դուք եկեք լսեք, դուք եկեք հովիվների հետ հանդիպեք, դուք եթե հարցեր ունեք, ես չեմ կարող պատասխանել, ես պատրաստ չեմ, ես ուսուցում չունեմ, բայց ես մի բան կարող անեմ։ Որն է հնարավորությունը։ Դուք եկեք տեսեք, դուք եկեք հարցրեք։ Սա հրավիրելու սկզբունքն է, որ օգտագործում է։ Մեկ այլ կերպ մենք կարող տեսնենք Մատթեոսին, ով Ղուկաս 5:29-ում հրավիրում է իր շատ ընկերների եւ Քրիստոսին է հրավիրում։ Շատ ընկերները գալիս են, այսինքն իր տուն խնջույք անում եւ շատեր փարիսեցիներին, մաքսավորներին, դպիրներին, բոլորը գալիս են, ինքը հրավիրում է, այսինքն նույնպես ավելի ընկերակցական դաշտում, սա ավելի կարելի ասել հյուրասիրության միջոցով է ավետարանչությունն անում, այսինքն կա տարբեր կերպեր, սերներս։ Դուք կարաք ինչ-որ մի բան պատրաստեք, հրավիրեք ձեր ընկերին, ձեր ընկերոջը եւ ընկերական շրջանակում փորձեք դրա հետ Քրիստոսի մասին խոսեք։ Այսինքն այստեղ ասել, որ դուք պարգև չունեք ավետարանչության, դրա համար դուք չեք ավետարանում, սա ուղղակի պատճառ է, որով դուք ձեզ արդարացնում եք։ Մենք ամեն մի վրստին ծնված անձ, ամեն մեկս տարբեր ենք եւ Աստված ամեն մեկից օգտագործում է մեր ունեցած պաշարով։ Իհարկե, շատ կարեւոր է, որ մենք նաեւ մղված լինենք ավետարանը ճանաչելու, որպեսզի փոխանցելու մեջ մենք սխալ սկզբունքներ չփոխանցենք Քրիստոսի մասին, փոխանցենք ճշմարտություն, բայց այն պաշարը, որ ունենք, փորձեք այդ պաշարի մեջ էլ տեղավորեք ձեր վկայությունով։ Կա մեկ այլ մոտեցում, ծառայողական մոտեցում, երբ որ դու ինչ-որ մեկին ծառայում ես, քո աշխատանքի տեղը փորձում ես խոնարհվես, փորձում ես քո աշխատանքի տեղը ինչքան հնարավոր է բարի գործ անես, այսինքն սա նույնպես մարդկանց մոտ առաջացնում է միտք, թե ինչի համար ես դու դա անում, եւ դու կարող ես խոսաս արդեն Քրիստոսի մասին, որտեղ դու քրիստոնյա ես, որտեղ դու Աստվածավախ ես, որտեղ դու Աստծուն ես հաճեցնում, ոչ թե մարդկանց։ Այսինքն ամեն դեպքում Գործ Առաքելոց 9:36-39 Տաբիթայի կյանքում, երբ որ ինքը շորեր էր գործում եւ բաժանում էր, եւ կարակ կարդանք 36-39 համարը տեսեք։ Եվ հոպեի մեջ մի աշակերտ եղած կին կար, անունը Տաբիթա, որ թարգմանված ասում է այծեմնիկ։ Սա լիքն էր բարի գործերով եւ ողորմություններով, որ անում էր։ Սա նույն սկզբունքն է, որ Մատթեոսում կարդում ենք, թող մարդիկ տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն Հորը, որ երկնքում է։ Մարդիկ տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն Հորը։ Այսինքն մեր բարի գործերն են հանդիսանում վկայություն։ Տաբիթան այծեմնիկը այս կերպով եւ եղավ այն օրումը, որ նա հիվանդացավ եւ մեռավ, եւ նրան լվացի դրին վերնատանը, եւ Լիդիայի հոպեի մոտիկ լինելով աշակերտները լսեցին, թե Պետրոս այնտեղ է։ Նրան մոտ եկան մարդ ուղարկեցին աղաչելու, որ Շուշանն է նրանց մոտ գալու։ Եվ Պետրոսը վեր կացավ, եկավ նրանց հետ, եւ երբ որ եկավ, նրանց հանեցին եւ վերնատունը եւ ուշադիր նայեք։ Եվ ամեն որպեվարիները նրա 4 կողմովը կանգնեցին, լաց էին լինում եւ ցույց էին տալիս այն հագուստները եւ այն հանդերձները, որ այծեմնիկը շինում էր, քանի որ նրանց հետ էր։ Ինչ էին անում, վկայում էին, որ սա այն կինն է, որ մեզ տվեց սա, այսինքն այդ կնոջ արածը հենց այնպես չէր։ Այսինքն նրա այդ բարի գործերը հանդիսանում էր նաեւ վկայություն։
Այս պարագայում նույնպես եւ գրավ եւ Պետրոսը ամենի հանեց, ծունկ դրավ, աղոտ կարավ եւ դարձյալ դեպի մարմինը եւ ասեց. Տաբիթա վեր կաց, եւ նա աչքերը բաց արավ եւ Պետրոսին, որը տեսավ, ուղիղ նստեց։ Այսինքն տեսեք, ամեն դեպքում մենք տեսնում ենք վկայության տարբեր կերպեր։ Մենք տեսնում ենք հրավիրելու շրջանակում, մենք տեսնում ենք ինչ որ մեկին փոխանցելու, դուք եկեք տեսեք։ Մենք տեսնում ենք քո ունեցած փորձառությունով, ես չգիտեմ ով է նա, բայց ինքը ինչ որ ինձ արավ, ես սա ակնհայտ ձեզ եմ ներկայացնում։ Այսինքն ամեն դեպքում Պողոսի մեր այս Հռոմեացիս 9-րդ գլխի այս որոշակի հատվածը, նաև որ Պողոսն ասում է ցավ եմ քաշում, մենք ուզեցա որ տեսնենք, որ սա որքանով էլ այն սուբյեկտիվ, այսինքն անձնական հատկությունն է Պողոսի, բայց այն չի հանդիսանում միայն Պողոսի հատկություն, ինչպես նաև տեսանք Մովսեսի կյանքում, այն հանդիսանում է Վրեստին ծնվածի հատկություն։ Դրա համար, եթե կա այս խնդիրը, մենք պետք է աղոթենք, առավել ցույց տանք, թե ինչ խնդիր կա, որ մենք ավետարանը չենք տարածում, կամ մեր համոզմունքն է պակաս, կամ մեր աստվածաճանաչություն եւ Աստծո հանդեպ ունեցած սեր, այսինքն մենք չենք ճանաչում մեր վիճակը եւ ցավ չկա ընդհանուր կորսվածների հանդեպ։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար, մյուս զանազանության մեջ ավելի խորը կանադառնանք արդեն իսրայելացիների մեծ առավելություններին, ինքը հենց անպես չի շեշտում, որոնք իսրայելացի են, որտեղ Իսրայել բառի տակ կա շատ խորը բովանդակություն եւ առաքյալ ուզում ասի որքանով էլ այս օրհնությունները Իսրայելի վրա են, նրանք մնում են ողբերգական վիճակում, նրանք մերժում են Քրիստոսին։ Եվ սա հատուկ նպատակի համար արդեն 11-րդ գլխում ցույց է տալու, թե ինչի համար է սա Աստված թույլ տվել։ Մենք կանադառնանք այս ամեն ինչին, բայց մենք վերջացեցինք արդեն մեր այս հատվածը, որտեղ ես ցույց տվեցի, որ Պողոսի այս անձնական հատկությունը այն նաև անդրադառնում է մեր բոլոր հավատացյալներիս որպես վերստին ծնված հատկություն։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։